Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Տարին սկսված է 2026-ն արդեն ընթացքի մեջ է ու ամենակարևորը երևի այն տրամադրությունն է, այն երազանքները ու դեպի երազանքներ գնալու ճանապարհը, որը որոշել ենք անցնել այս բոլոր 365 օրերի միջով։ Դուք գիտեք, որ մենք հաճախ ենք անդրադառնում երեխաների համար ամենակարևոր տարիքին, նախադպրոցական տարիքին։ Ըստ էության հենց այս շրջանում է, որ ձևավորվում է մարդը եւ երևի սա է պատճառը, որ ամեն անգամ մենք փորձում ենք այս առումով բացահայտումներ անել։ Գիտեք, երբ տեսնում ենք ժամանակի ընթացքում մեր շուրջը տարբեր տարիքային խմբերում գտնվող խմբեր ներկայացնող մարդկանց մեջ որոշակի խնդիրներ, մեկ անգամ եւս հասնում ենք, գնում ենք եւ հասնում ենք փոքրիկ իշխանի հրաշալի ձևակերպմանը։ Ի վերջո մենք բոլորս գալիս ենք մանկությունից։ Արդեն 9-րդ տարին է, որ օվկիանոսից այն կողմ հրաշալի ու պրոֆեսիոնալ իր էությամբ ու տեսակով, ամեն ինչի մեջ արվեստ տեսնող, նկատող կինը Նունե Հովհաննիսյանը հիմնադրել է Honey Bear Child Care-ը։ Այստեղ տրամադրությունը երևի ամեն ինչից կարևոր է, որովհետև ամեն մի բառի մեջ, դիմելու ձևի մեջ, շփման մեջ հենց այստեղ է, որ արվեստը շատ է։ Մենք առիթ ունեցել ենք խոսելու Նունե Հովհաննիսյանի հետ եւ ամեն անգամ, երբ ուղակի մեկ բառով ես փորձում եմ վերադառնալ, մտքով անգամ վերադառնալ, ես հիշում եմ հրաշալի ու կարևոր ոգևորող մի քանի արտահայտություններ, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա, որ շատ կարևոր է բոլոր օրերի մեջ երազանքները պահել ու կստացվի, եթե հավատաս։ Այս պահին սիրով Elroom-ում ուզում եմ նաև ձեր անունից ողջունել Honey Bear Child Care-ի հիմնադիր տնօրեն Նունե Հովհաննիսյանին։ Ես շատ ուրախ եմ, Նունե, որ նորից առիթ ունենք հանդիպելու, որովհետև ձեր միայն ժպիտը մարդկանց ուղակի հրաշքներին հավատալու է մղում։ Շնորհակալ եմ Լիլի ջան։ Բարև ձեզ։ Ես էլ եմ անչափ ուրախ ձեզ տեսնել նորից։ Շնորհակալ եմ շատ, Նունե, ըստ էության անցնող տարվա, երբ այսպես մենք ամփոփում էինք ձեր կարևոր մեկ արտահայտությունը, ես քիչ առաջ էլ նախնական զրույցի ժամանակ ասացի, մեր հետևորդներին իրականում շատ այսպես կոնկրետ գործողությունների է մղել, որ միշտ կարելի է ինչ-որ բան ձեռնարկել ու երբեք չի կարելի ասել, որ այս ասպարեզը ինձ համար անծանոթ է, ես այստեղ նոր եմ եւ նոր կետից սկսելը դժվար է։ Այո, մի անգամ էլ կկրկնեմ, իսկապես ամեն ինչ կարելի է անել, երևի թե միայն պետք է շատ ուզել։ Մենք երբեմն ուզում ենք, հետո մոռանում ենք, պահում ենք մի ինչ-որ մութ անկյունում եւ փակում ենք այդ էջը, բայց պետք է նորից վերադառնալ եւ կարելի է անել, այո, կարելի է, անհնար բան չկա։ Նախ ես ուզում եմ ձեզ շնորհավորել նոր տարվա Սուրբ Ծննդյան առիթով, ես ուզում եմ, որպեսզի ձեր այդ դրական բարություն տարածող ժպիտը, այսպես ավելի ու ավելի շատ մարդիկ, հատկապես երեխաներ կարողանան վայելել, որովհետև այստեղ մի ջերմություն կա, որի պակասը բոլոր ժամանակներում շատ նկատելի է։ Շնորհակալ եմ Լիլի ջան, ես էլ օգնելով առիթից շնորհավորեմ ձեզ, ձեր աշխատանքային խումբը, թող միայն լավ բաներ լինեն այս տարի, թող շատ հանդիպումներ լինեն, շատ ժպիտներ լինեն, երջանիկ պահերը շատ լինեն եւ իհարկե երազանքները իրականանան։ Այո։ Կամաց, թե արագ, բայց իրականանան անպայման։ Այո, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, Նունե։ Տոները փաստորեն դեկտեմբերից, արդեն դեկտեմբերի վերջից երևի սկսվել են տոները, շարունակվում են, առհասարակ ինչքանով են կարևոր մեզ համար այդ ինչ-որ օրերը եւ հատկապես երեխաների մեջ, ինչ-որ ավանդույթներ, ինչ-որ մանկության հուշեր այս օրերի մեջ ձևավորելը, Նունե։ Տոները ինքնին ամենաբարի տոնն է երևի նոր տարվա հետ կապված բոլոր տոները։ Դե այստեղ նաև գումարվել է ծննդյան տոները ավելի շուտ է, գիտեք, կաթոլիկ եկեղեցու համաձայն դեկտեմբերի 25-ին։ Դրա համար մենք շատ բան անում ենք նախապես։ Բայց մենք հայերով նաև շատ լավ տոնում ենք մեր ավանդական նոր տարին եւ հին տոմարի նոր տարին, սիրում ենք, դա մեր մեջ մնացել է որպես սովորություն։
նախ դա առիթ է նորից միմյանց հետ հանդիպելու, նորից ինչ-որ ջեր մթնոլորտ ստեղծելու եւ սեղանի շուրջ նստելու, ինչու ոչ։ Խոհանոցում ես գիտեմ, հիշում եմ, որ դուք շատ սիրում եք լինել, ինչ որ ուտեստներ կան, որը որ նաեւ մեր մանկությունից եկած եւ դուք հիմա սիրում եք այս օրերին մատուցել, պատրաստել։ Իհարկե ժամանակները քանի որ փոխվել են, դե սիրում ենք, չէ՞ ամեն ինչ կապել ժամանակների փոփոխության հետ, դա ամենահեշտ ձևն է։ Մի փոքր ծուլացել ենք միգուցե, ավելի հեշտ է դարձել պատվիրել ուտելիք, որովհետև կարծես բոլորը զբաղված ենք աշխատանքի մեջ բայց ինչ որ բան ուզում ես նաև դու պատրաստել, դե ասեմ մեր դասական բառով բլինչիկի մեջ սիրահար եմ, դա էլ եմ ես սիրում ինքս պատրաստել, մեր տրադիցիոն նոր տարին չեմ պատկերացնում առանց մեծ, ոնց ասեմ, որ մեղմ հնչի էկրանը, բուդի։ Շատ մեղմ հնչեց, բայց դա միշտ ստեղծել է նոր տարվա մթնոլորտ, այո, իմ մանկությունից եկած։ Եվ այստեղ էլ փորձում ենք իհարկե պահպանել մեր տոլման, ինչպես կարելի է նոր տարին առանց դրա։ Անգամ եթե գնում ես ռեստորան, այնտեղ էլ դա մատուցվում է։ Ամերիկյան տարբերակը իրենք ավելի շատ անում են, օրինակ մենք էլ արեցինք մանկապարտեզում դեկտեմբերի 24-ին մինչև Christmas երեկոն։ ահա։ Պիժամա փարթի կոչվածը։ Երեխաները արտակարգ ուրախ են, ծնողները իրենցից շատ են ուրախանում, որովհետև չեն հագցնում, մի անգամից պիժամաներով բերում են։ Այդ օրը բոլորը շուտ են գալիս։ Մենք էլ այստեղ ուրախ ժամանց ենք իրենց ստեղծում։ Դա գիտեք, ասենք, պիցա, դոնատ, ինչը որ կապված է հենց այստեղի կենցաղի իրենց սովոր բաների հետ։ Էլի շատ լավ տոն է ստացվում։ Դրական բան տեսնում եք դրա մեջ, նույնը, որ ազատության այդ զգացողությունը կարծես ընդունվածից դուրս լինելու մեկ օր։ Իհարկե, մարդ միշտ իր կանոններից, չափերից որ դուրս է գալիս, իրեն ավելի լավ է, չես զգում որպես կանոն։ Սա էլ է լավ, սա էլ այս ժամանակի ձևն է, ինչու ոչ։ 20 տարի հետո միգուցե այլ կերպ կանեն, ինչ-որ մարդիկ տիեզերքում կանեն, այնքան բան կփոխվի, բայց կա հիմա, որ մենք ենք ապրում այդ ժամանակի մեջ, սրանով է շատ բավարարված եւ ուրախ ապրում ենք, ճիշտ չի։ Նկատելի է, որ Honey Bear Child Care-ը մի քիչ ավելի լայն է մտածում։ Դուք սիրում եք յուրաքանչյուր նոր բան ընդունել, փորձարկել եւ շատ լավ է ձեր ձևակերպումը, որ ինչու՞ չէ։ Այսինքն նաեւ սիրում եք նորին հատուկ ուշադրություն դարձնել ու մտցնել ձեր հիմնական այս ծրագրի մեջ։ Այո, Լիլի ջան, ճիշտ նկատեցիք, որովհետեւ միշտ ինչ-որ բան ուզում ես ավելացնել, ինչ-որ բանի հասնել նորից, օրինակ անցյալ տարի 2025-ին ես ավելացրեցի պարտադիր երաժշտության դասերը, շաբաթը 2 անգամ, բացի այսինքն հանդեսի երգերից, չէ որ հանդեսն էլ ասենք պատրաստում ես երգեր ես պատրաստում, պարզապես երգ սովորել, օրինակ ուսուցչուհին էլի Միս Լիլիթն է, ճիշտ նոտաները սովորել, ճանաչել, այնքան լավ բան կա դրա մեջ եւ մտցրել եմ նաեւ նկարչության դաս շաբաթը 1 անգամ, դա էլ է շատ կարեւոր է տարիքի երեխաների համար։ Գիտեն նկարել, չգիտեն նկարել, բայց ընդհանուր կանոններով, ընդհանուր ուսուցչուհին գալիս է իրենց հետ, իրենց պատկերացումով ինչ որ բան է սարքում, թատրոն են սարքում թղթերից մատիկներով որ խաղան, նկարչությունն էլ շատ կարեւոր է, շատ մատորիկայի համար երեխաների մեծ հաճույքով անում են։ Երեխաները հետաքրքրված են փաստորեն ունե, իրենց դուր է գալիս, այո։ Շատ է դուր գալիս, եթե որ ասել։ Իսկ ունե, բայց այսօր նկարչություն չունենք, չէ, վաղն է նկարչություն։ Շատ լավ, իսկ երեխաները հիմնականում նախորդ անգամ խոսեցինք, որ հիմնականում հայեր էին, չնայած ոչ միայն հայեր, ես գիտեմ, որ նաև ռուսներ կային, անցյալ անգամ նշեցիք, ինչ-որ փոփոխություն կա։ Այո, կա, դե խմբերը ձևավորում են ընդհանրապես օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, դպրոցականները գնում են, նոր բալիկներ են գալիս, փոքրիկներ են շատ գալիս, 2025-ին ունեմ ամերիկացի հայրիկ, զույգ երեխաների, ունեմ սիրացի հայրիկ, էլի 2 երեխան էլ գալիս են ինձ մոտ, ամենահետաքրքիրը, որ 2 հայրիկներն էլ օտարազգի,
շատ լավ խոսում են հայերեն։ Փաստորեն երեխաների միջոցով արդեն ծնողներն էլ են հայերենին տիրապետում։ Դե կանայք իհարկե հայացքի աղջիկներ են, բայց գիտեք այնպես պարտանում են, որ նախ հայրը համաձայնվել է բերել հայկական մանկապարտեզ, շատ հագիստ կարող էր ասել ամերիկյան մանկապարտեզ, իսկ ինչու ձեր հայկականը, եթե այսպես մի քիչ շակերտները բացենք, բայց մեծ հաճույքով գալիս են, բերում են բավականին հեռվից 1 ժամ քշում են ամերիկացի հայրիկը, որ ասում եմ, այո, 1 ժամ ճանապարհ են քշում, ուրիշ քաղաքից գալիս բերում են, այսինքն կա այդ վստահությունը, կա տեսնում են ջերմությունը, տեսնում են, որ երեխան ուրախ է տուն գնում, ինչ-որ բաներ է խոսում, հիմա պարզմա զույգերը իրար մեջ հայերեն են խոսում։ Նույնիսկ։ Այս պապան մամային ասել, այս ինչ են խոսում, կրվում են իրար հետ, ասել, չէ, հայերեն են խոսում։ Բայց նաև child care-ում եւ հայերեն եւ անգլերեն են սովորում, որովհետեւ ես գիտեմ, որ դպրոցին պատրաստելու համար բավական շատ դրական արձագանքներ ունեք, որ երեխաները լրիվ պատրաստ են մակարդակին, որն անհրաժեշտ է գնում են դպրոց։ Այո, դե փոքրիկներին ասենք ուսուցչուին զբաղացնում է, իսկ մեծ դպրոցական տարիքի երեխաները իհարկե Միսլին գիտեք, շատ լավ պատրաստում է դպրոցի, դեռ բոլորը փայլուն են անցել։ Մի թեթև դպրոցում գիտեք ընդունվելուց քննության նման հարցեր, մաթեմատիկայից, գրելուց, տառերից, թվերից, հաշվելուց, դեռ միայն գերազանց ընդունվածներ ունեն։ Այո, սա երևի ինչ-որ որոշակի փուլի ամփոփում է, չէ՞, երբ երեխաները, որոնք ավելի փոքր տարիքում եկել են, հետո դպրոց են գնում, ինչ-որ գնահատականի նման մի բան է։ Նշում եք, որ բոլորը գերազանց է։ Իհարկե, դա մեր գնահատականն է։ Այսինքն, որքանով լավ ենք պատրաստել դպրոցին։ Գիտեք, child care-ի հիմնական ֆունկցիան պարզապես երեխայի խնամքն է։ Դու պարտավորված չես այդքան բան անել, բոլորովին։ Այսինքն տնային մանկապարտեզի ֆունկցիան երեխային ապահովել հանգիստ ժամանց, բայց իմ խառնվածքին համաձայն ես սիրում եմ, որ երեխան բան իմացե, որ երեխան պատրաստ է դպրոցի, օրինակ ես կներվեի, եթե երեխան գնար դպրոց ընդունվելու, ինչ-որ էլեմենտար բաներ չիմանար, իսկ որ ավելի լավ բազա ունի եւ ծնողն է հանգիստ, եւ իրենք են դասերը ավելի հեշտ ընկալում արդեն։ Եվ լեզվին պիտի ծանոթ լինեն, մենք պահպանում ենք այդ հայությունը, հայեցի լինելը, բայց դասերը դպրոցին պատրաստելը միայն անգլերեն, որ իրենց ականջին նստած լինի լեզուն, իրենք հասկանան ինչ է ուսուցիչը ասում, տարբեր դպրոցներ են գնում եւ բնական է դասերը անգլերեն են։ Այո, այսինքն որ երեխան չխեղճանա։ Հետաքրքիր նախադասություն նշեցիք, որ երեխան չխեղճանա, նույն է, ըստ էության բոլոր մյուս գործառույթներն էլ, խաղերը եւ այլն, երաժշտության դասերը, նկարչության, այս բոլորը նրա համար են, որ ինչ որ միջավայրերում երեխան իր ինքնավստահությունը կարողանա պահել։ Այո, շատ ճիշտ նկատեցիք, Լիլի ջան, իհարկե, երաժշտությունը լսի, ասի, որ դա իրեն ծանոթ է, ասենք նույն մենք ունեցել ենք ներկայացումներ եւ ասենք ասում են հիշում եք մեր անցած տարվա հանդեսի Չայկովսկու երաժշտություններ այնքան է ուրախանում դա դեր ասացի նման դա մեր գնահատականն է այո դա մեր գնահատականն է երբ երեխան բան իմաց է նույն է դուք այս մասին չեք սիրում շատ խոսել նույնիսկ այդպես չեք դրա վրա շեշտադրում անում բայց գիտեմ որ նույնիսկ հանդեսները տարեվերջյան բոլորը փորձում են տոնական իհարկե տրամադրություն ստեղծել բայց այդ մեծ առավելությունը ձեր մասնագիտությունը պրոֆեսիոնալ ռեժիսորի այդ կրթությունը ինչպես ասում են իրեն անում է յուրաքանչյուր տարեվերջյան հանդես գիտեմ որ որոշակի ուղղություն ունի Այո, իհարկե, այս տարի որոշել էինք դիսկո փարթի, այդպես մի փոքր նոստալժի, այսպես գնացինք հետ դեպի 70-ականներ, շատ գեղեցիկ համերգ ստացվեց, նույն, ասենք Beatles-ներին, տղաներին նույն հագուստով էինք հագցրել, Աբբաներ նույն հագուստով, Bonnie-ներ, շատ ուրախ լավ համերգ ստացվեց։ Իսկ ինչպես էին ընկալում երեխաները։ Գիտեք, երեխաները խմորվում են, դու ինչ տաս,
դա էլ կստանաս, ջերմություն տաս, ջերմություն կստանաս, բաց սովորացնես, նա քեզ պատասխանը կտա։ Երևի թե նաև ամենակարևորը, որ սիրելով ենք անում մեր աշխատանքը, շատ կարևոր է կարծում եմ Լիլիթ ջան, երեխային սիրելով, աշխատանքը սիրելով, ամենալավ բանն է դա, եւ ամեն ինչ ստացվում է այդ դեպքում։ Այո, ամեն ինչ ստացվում է, մեր հետևորդները տեսնում են հեռախոսահամարը, ցավոք միայն օվկիանոսից այն կողմ այս հատվածում գտնվողները հնարավորություն ունեն անձամբ գնալու, այցելելու, տեսնելու, վայելելու այս մթնոլորտը, բայց շատ շատերը կարծում են, որ ուղղակի Նունե Հովհաննիսյանին լսելով արդեն պատկերացնում են, թե իրականում ինչքան կարևոր է, որպեսզի երեխան իր կյանքի այս կարևորագույն ժամանակաշրջանն անցկացնի իրականում ձեր շուրջը, որովհետև ձեր ամեն մի ժպիտից, խնդիրներին նայելու ձևից մարդ ինչ-որ բան սովորում է։ Ուզում եմ մի քանի բառով Նունե նաև աշխատակազմի մասին։ Դուք միշտ այդտեղ եք, միշտ այսպես ձեր հանդարտությունը ես հասկանում եմ, որ տարածվում է ամենուր, բայց նաև հետաքրքիր ձևով ընտրում եք, հավաքում եք այն հրաշալի թիմը, որ աշխատում է երեխաների հետ։ Այո, ուսուցչի դերը շատ կարևոր է, շատ։ Ես ավելի շատ կարծես ընդհանուր ամեն ինչով եմ զբաղված, բայց ուսուցիչը, որ ամիջապես անընդհատ ամեն վայրկյանի աշխատանքը դժվար է, շատ դժվար է ընտրել։ Միss Լիլիթի հետ աշխատում ենք արդեն 8 տարի, Miss Ալփի հետ աշխատում ենք արդեն 3-րդ տարին է։ Օրինակ Miss Լիլիթի տեսել եմ փողոցում, ես մեքենայով գնում էի դեպի Կանգար, Miss Լիլիթը ոտքով։ Ես այս պատմողանը բացեցի, ասի ինչ լավ, ինձ եմ սիրում, որ մեր հայերը սիրուն, կոկիկ, ասի թե կարող է դուք հայ եք։ Ասեց այո, ասի ուր եք գնում, ասեց Կանգար։ Ասի նստեք ես ձեզ կտանեմ, այստեղ ընդհանրապես վախենում ես մարդ վերցնես, որովհետև հետո կարող է ասեն, որ ինձ անհանգստացնում ես։ Այո։ Մի խոսքով, Miss Լիլիթիս հետ այդպես եմ ծանոթացել։ Ու դրանից հետո ասեցի, աշխատելու ենք միասին, համաձայնվեց եւ այդպես 8 տարի աշխատում ենք։ Իսկ Miss Ալփի հետ, ուրեմն ես ուսուցիչ, որ ընդունում եմ աշխատանքի, անպայման իմ ուսուցչուի մանկապարտեզավացում հետո։ Ձերքը շատ թեթև է։ Տվել էի հայտարարություն, թերթ կա այստեղ Armenian PD, եւ գալիս էին, ընտրում էի, նայում էի, դե բնական է հարցազրույց ես անում, որ տեսնես։ Այո։ Հարմար է քեզ, կսիրես իրեն, որ քո երեխաների հետ աշխատի։ Դե արդեն բոլորը իմն են։ Miss Ալփին եկավ, նստեց, արդեն որ երրորդն էր երևիս է ցուցակով, գիտեք ինչպես է աշխատանքի ընտրություն անում, արդեն ես մի քիչ ես էլ հուսահատ, եկավ, դուրը բացեցի, հավանեցի արդեն արտաքին։ Լավ, ասի նստեք, խոսեցինք, մի փոքր խոսեցինք, ընդհանուր մտքիս մեջ ասեցի, լավ, սա էլ դուրս եկավ, սա էլ դուրս եկավ, հիմա այսպես ասում եմ, Ալփինե ջան, իսկ դուք ինչ եք սիրում։ Ասես նա այս դեմքիս ես։ Miss Նունե ջան, ես որոշ եմ սիրում։ Ասեցի դե որ ես միասին որոշ կուտենք սրանից հետո։ Այդպես էլ Miss Ալփիս եմ ընդունել։ Այսինքն զգացողությամբ, Նունե, զգացողությունը շատ է, դուք վստահ եք, լրիվ զգայարանների վրա։ Ես ուզում եմ հասկանալ ինչպես ճանապարհեցիք նոր եւ հիմա նորը արդեն սկսվել է, ինչ տրամադրվածությամբ եք վերադարձել։ Ուրախ անցկացրեցինք իհարկե, մի փոքր արձակուրդ ունեցանք մի քանի օր, որ աղջիկներս էլ հանգստանան, ես էլ գիտեք լարված է շատ բարի աշխատանք է, չէ, ինքը իր տեսակի մեջ, երեխաների մթնոլորտում, բայց լարված ես լինում ընթացքում շատ, նախ պատասխանատու է ահավոր, լաց եղավ, չկերավ, տաքություն ունի, ինչ-որ մի, այո, իհարկե երեխաների աղալիք է գցում, ոչ հարմար տեղեր, ամեն ինչ լինում է մեր կյանքում։ Այո։ Իսկ ինչ վերաբերում է ծրագրերին, Նունե, հաջորդ տարվա ինչ-որ փոփոխություններ կամ երազանքներ։ Երազանքներս հիմնականում կապված են բնական է մանկապարտեզի հետ, ինչ-որ մեծացնելու, չնայած ասում են չեն ասում, որ իրականանա, թափուն ասեմ, շատ եմ ուզում։ Այո։ Շատ եմ ուզում ընդլայնվել, բնական է, շատ եմ ուզում, հույսով եմ այս տարի
ավելի լավ բաներ կլինեն, քան անցած, ավելի շատ բաներ կփոխվեն մեր մանկապարտեզում դեպի լավը, իհարկե, միայն դեպի լավը։ Ես շատ ուզում եմ, որ ծրագրերն իրականում հենց 26-ին իրականանան, որովհետև շատ անկեղծ պիտի ասեմ, ես շատ ուրախ եմ, որ շատ հայ երեխաներ կարողանան իրականում այս մթնոլորտում մեծանան։ Գիտեք, մենք հիմա բոլոր ժամանակներում էլ տեսնում ենք, հա, տարբեր տարիքում, տարիքային խմբերում ինչ որ խնդիրներ, հասկանում ենք, որ այս ամենակարևոր շրջանում է եղել խնդիրը։ Միշտ ասում եմ, ավելի կարևոր է ճիշտ նախակրթարան ընտրել, քան ճիշտ բուխ։ Իհարկե։ Այո։ Իհարկե։ Դու իրենց հիմնական բազային ինչ-որ բաներ ներդնում ես։ Ահա։ Սովորություններ կամ տեսողական ինչ-որ բաներ ներդնում ես, իրենք քեզ նման են սկսում դատել հետո շատ հարցերում, քեզ նման են խոսում, գեղեցիկը տգեղը, լավը վատը, չարն ու բարին, ոնց դու կներկայացնես։ Այդ առումով էլ եմ շատ պատասխանատու գտնում այս աշխատանքը։ Այո։ Եվ խոսքի կուլտուրան, եւ պահելու կուլտուրան, գիտեք, այդ տարիքից էլ արդեն զգացվում է։ Նաև զգացվում է, հա։ Որ տանի իր հետ։ Շնորհակալ եմ շատ Նունե, նորից շնորհավորում եմ, ուզում եմ, որ շատ երջանիկ, լավ ուրախալի լուրեր անընդհատ լսենք հենց Honey Bear Child Care-ի մասին, ձեր մասին, անընդհատ այս տարվա ընթացքում կարողանանք իսկապես փոխադարձ հաջողությունների ու դրական իրադարձությունների մասին հաղորդել մեկս մյուսին։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շատ շնորհակալ Լիլի ջան, ես էլ եմ ցանկանում ձեզ իր երազանքների կատարում այս տարի։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի հետևորդներ, իսկապես, գիտեք, տոները սկսվում են, ինչ-որ մի օր ասում են դեկտեմբերին, մենք սկսում ենք այս տոնական այս ընթացքը, պատրաստվում ենք ու հունվարի 13-ին արդեն այդպես է ընդունված, հա, տարիներ շարունակ, մենք այդ օրը որոշում ենք, որ արդեն պիտի նոր շուկով նշենք ամանորը, հին նոր տարին, ինչպես ընդունված է ասել, ու անցնենք արդեն այ բոլոր երազանքների, մաղթանքների իրականացմանը, իրագործման փուլին։ Ու դուք գիտեք, որ էներգիային մենք ամենայն դեպս մեր հաղորդման շրջանակներում շատ մեծ տեղ ենք տալիս, որովհետև տեխնոլոգիական է հիմա դարը, ամեն ինչ կարելի է թվայնացնել, բայց միևնույնն է, մարդու դեմքին ժպիտ առաջացնում է իր շուրջը տեղի ունեցողը, բարությունը եւ այն էներգիան, որ ստանում ենք։ Գիտեք, մարդկային տեսակներ կան, որոնք որ գործով էլ զբաղվեն, դու պիտի ուզես այդտեղ լինել, որովհետև իրենց կենսագրությամբ, ծագումով, ամեն ինչ հենց այստեղից գալով կարողանում են որոշակի բարձր նշածող սահմանել ու դու հասկանում ես, որ աշխարհում այնուամենայնիվ ինչքան էլ ժամանակները փոխվեն, մարդիկ կան, ովքեր կարողանում են իրականում տարբերվել։ Եվ երբ այսպիսի պրոֆեսիոնալ ու ուրիշ մի քիչ իր տեսակով տարբերվող կինը հիմնում է child care նախակրթարան, այսինքն երեխաներ են այստեղ, որոնք նախադպրոցական տարիքում են, սա իրականում բարեբախտություն է եւ ես կարծում եմ, որ մեր շատ հայրենակիցներ օվկիանոսից այն կողմ հենց սա են կարողանում գնահատել։ Մենք զրուցում էինք Honey Bear Child Care-ի հիմնադիր տնօրեն Նունե Հովհաննիսյանի հետ։ Ես այս պահին ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ, ես ուզում եմ, որ իրականում մենք կարողանանք մեր շուրջը գտնվող մարդկանց մեջ տեսնել ամենակարևորը, հենց այդ էներգիան, որովհետև սա տեսնելուց, գնահատելուց եւ ինչ որ մի բառից է սկսվում դեպի մեծ երազանք տանող ճանապարհը։ Թող այդ մեկ բառը հաճախ հնարավորություն ունենաք լսելու։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Մեր տեսագրությունից հետո Honey Bear Child Care-ը ճանաչվել է Google-ի վստահության չափորոշիչներով 2025 թվականի Մուր պարկի լավագույն խնամքի կենտրոն։